այդ օրինակը վերել։ Ձեր կինը աշխատում է վերաքննիչ քրեական դատարանում եւ ենթադրենք ամենայն հարգանքով Տիկին Հովհաննիսյանի նկատմամբ ում հետ նաեւ աշխատանքային մի շարք գործընթացներով շփվել ենք, ես ցանկանում եմ հետեւյալ օրինակը վերել եւ ձեր դիրքորոշումը։ Պարոն Վատիկյան, տեսեք ձեր տեղակալը օպերատիվ գծող համակարգող ձեր զեկուցում է, որ ինչ որ քրեական վարույթով գաղտնի քննչական գործողությունների ընթացքում խոսք է գնում, որ X դատավորին պետք է $5000 կաշառք տա։ Այդ խոսակցությունը պարզում եք գործում մոտ է եւ այլն ինչ գործողության համար պարզում են որ ձեր կնոջ մոտ է վարույթը։ Այս կներկայացնեք ձեր գործողությունները, որոնք են լինել։ Ներկայացնեմ, շատ հետաքրքիր հարց բարձրացրեցիք եւ ընդհակառակ ես ոչ թե նեղանում կամ վիրավորում եմ ձեր հարցադրումից, ընդհակառակը իրավաբանական տեսակետները պետք է այնպես ձևաչափով զարգանան։ Տեսեք, ուրեմն նախ առաջին հերթին նշեմ, որ իմ կինը շատ ազնիվ է, դուք էլ նշեցիք, ճանաչում եք, եւ դա ես բացառում եմ, բայց տեսականորեն ընդունենք նման բանը տեղի ունենալու։ Ես բնականաբար օրենքով սահմանված կարգով հրաժարական կտամ եւ կհեռանամ այդ պաշտոնից։ Տեսեք, ծայրահեղ բան եմ ներկայացնում, բայց իմանալով իմ կինն է, մենք 15-16 տարեկան էր, ես 18 տարեկան եմ, մենք իրար ծանոթացել ենք համալսարանում, նստել ենք, ավարտել ենք համալսարանը, միասին աշխատել ենք առաջին օրվանից մինչև օրս որպես իրավաբան, մեր ընտանիքում բոլորը իրավաբաններ են։ Ես դա բացառում եմ, բայց հիպոթետիկ թեկուզ նույնիսկ ընդունենք ձեր ներկայացրածը իրողությունը դառնա այդ իրավիճակը, ես ընդհանրապես հրաժարական կտամ, թող մնացածը զբաղվեն եւ պատժեն թեկուզ իմ մերձավոր ազգականին։